Մարտին Վրաստանի հավաքականին խոշոր հաշվով պարտվելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիք-Բեկյանը ներողություն էր խնդրել հանրությունից, խոստանալով հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով։ Ոչ թե այլ մակարդակ էր, այլ որոշ չափով կերպարանափոխված հավաքական, բայց միայն Չեռնոգորիայի հետ խաղում, նկատում է Արմեն Գարամյանը։ Այստեղ մի կարևոր խնդիր կա, որ գլխավոր մարզիչը իրականում շատ լավն է, չգիտեմ դա խնդիր է այս բանին թե ոչ, բայց այն ինչ ուզում են ստանալ այս հավաքականից մի փոքր բարդ է, որովհետև իր նախընտրած ֆուտբոլի համար, ինտենսիվ, ագրեսիվ, դոմինանտ ֆուտբոլի համար անհրաժեշտ են շատ որակյալ խաղացողներ։ Երբեմն հնարավոր է որակը փոխհատուցել աշխատասիրությամբ, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Դավիթ Ալավերդյանը նշում է, Մելիք-Բեկյանի հերթական խոստումն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Նույն հավաքականներ, նույն խնդիրներով, նույն ոճով եւ անկազմակերպ խաղով։ Խաղացողները իրար չեն զգում, չեն կարողանում գտնել իրար մարզադաշտում, ժամանակին փոխանցումներ չեն կատարում եւ նաեւ չի զգացվում մարզչի ձեռագիրը։ Հայաստանը սեպտեմբերին աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում հյուրընկալելու է Պորտուգալիայի հավաքականին, որը վերջերս երկրորդ անգամ նվաճեց ազգերի լիգայի գավաթը։ Դավիթ Ալավերդյանի համոզմամբ կտրուկ քայլեր ու փոփոխություններ են պետք ոչ միայն հավաքականում, այլև ֆեդերացիայում։ Նրա պնդմամբ այդ փոփոխությունների սկիզբը պետք է տա Արմեն Մելիք-Բեկյանը հրաժարական ներկայացնելով ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Ալավերդյանը նաև կարծում է, որ առանց քաղաքական աջակցության այսքան ձախողումներից ու խոշոր հաշվով պարտություններից հետո Մելիք-Բեկյանը չէր կարող պաշտոնավարել։ Տևական ժամանակ ֆուտբոլասերների մեծ մասը պահանջում է նրա հրաժարականը։ Ֆանակումներն անգամ հավաքականի հանդիպումներին են ակցիաներ իրականացնում։ Մելիք-Բեկյանը մինչդեռ ապրիլին հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողների հարցերին, թե ինչու հավաքականի ամոթալի պարտություններից հետո հրաժարական չի ներկայացնում, կարճ պատասխանեց. Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու։